տրանշը բավականին ցածր էր, այս անգամ արդեն 3 ամիս հետո պատկերն ինչպիսին է։ Ազգային ժողովը մշտապես ամենացածր վարկանիշն է ունեցել, այսպես ասած, ազգային ժողովից դժգոհ է հարցվածների 50%-ը։ Իսկ դուք ինչով եք պայմանավորվում։ Ես պայմանավորվում եմ նրանով, որ ազգային ժողովում տեղի ունենում թե ընդդիմության, թե իշխանության կողմից հարց ու պատասխան բանավեճեր, որոնք ըստ էության հարցողների շրջանում լուրջ առարկայական ոչ մի արդյունք չի ենթադրում, եւ մարդիկ տեսնում են, որ ընդդիմությունը ինչ-որ բաներ է ասում, իշխանությունից պատասխաններ, եւ ըստ էության ազգային ժողովի դիսկուրսը քաղաքացիների մոտ ոչ մի հույս, ոչ մի առարկայական արդյունք չի առաջացնում, դրա պատճառով ազգային ժողովը մնաց ցածրն է։ Մինչդեռ առանձին վերցրած ընդդիմությունը եւ առանձին վերցրած կառավարությունը այդպես չի որ այդքան ցածր է, բայց ազգային ժողովը որպես ֆորմատ, որպես դիսկուրս ամենացածր աջակցությունն ունի որպես ինստիտուտ, եւ սա նաեւ շատ վտանգավոր է, որովհետեւ մենք պարլամենտական երկիր ենք, եւ եթե պարլամենտական երկրում ազգային ժողովը ամենացածր հստակությունն ունի քաղաքացիների շրջանում, դա արդեն ցույց է, որ այս ամեն ինչը մի բան սխալ է, մի բան ճիշտ չի աշխատում։ Իսկ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մասին ինչ կարծիք են հայտնում։ Արտաքին քաղաքականությունը եւ ներքին քաղաքականությունը մենք առանձին չափում ենք, բայց դուք արդեն բոլոր հարցերը փորձեցիք փակել, իսկ պրեզենտացիային բան չմնաց։ Արտաքին քաղաքականությունից սովորաբար ավելի գոհ են քաղաքացիները, քաղաքացիների շուրջ 43%-ը կարծում են, որ արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ ներքին քաղաքականությունը ճիշտ է համարում 34.5%-ը։ Դժգոհ է, համարում է, որ սխալ է վարվում արտաքին քաղաքականությունը 52%-ը, իսկ ներքին քաղաքականությունը, որ սխալ է համարում 62%, այսինքն մշտապես քաղաքացիները շատ դժգոհ են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող ներքին քաղաքականությունից, քան թե արտաքին։ Իսկ ձեր մասնագիտական գնահատականները, իսկ ի՞նչն է այդ դեպքում պատճառը, որ իշխանությունները բոլոր տեսակ նման հարցումների արդյունքում բացասական պատասխանների դեպքում իրենք միայն ասում են ժողովուրդը մեզ ընտրել, մենք ուզում ենք գնալ շարունակել մեր գործը։ Հանուն արդարության նշեմ, որ եթե նայենք քաղաքական ուժերի վարկանիշները, ապա ընդհանուր առմամբ բոլոր հետազոտություններում երևում է, որ այս պայծառությամբ հարաբերական առաջատարը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ այո, իրանք ունեն հարաբերական ամենաբարձր վարկանիշը, մինչդեռ այլ հարց է տարբեր հետազոտություններով շուրջ 20-ից 23%, բայց տվյալ պարագայում այդ նշանակում է ընդդիմությունն էլ ունեն ավելի փոքր տոկոսներ բնականաբար, բայց ընդդիմության որոշակի միավորումներ ու կամ այլ գործընթացների արդյունքում կարող է որ իշխանությունը չհաղթել, այսինքն իշխանությունը ունի հարաբերական բարձր վարկանիշ, բայց դա դեռ չի նշանակում, որ ինքը վերարտադրելու հեշտ ճանապարհ ունի, այդպես չի։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես